Ինչ է ինտերվենցիոն ռադիոլոգիա։ Ոչ ինվազիվ դիագնոստիկ դաշտը կոչվում է ռադիոլոգիա։ Այս տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին մուտք գործել օրգանիզմի գրեթե բոլոր հատվածները։ Որոնք են այն հիմնական հիվանդությունները, որոնք քո առօրյայի առյուծի բաժինն են վերցնում։ Ուռուցքային հիվանդները դրա կարիքը շատ ունեին, որտեղ չկար ալտերնատիվ տարբերակներ լուծումներ ստանալու։ Սովորաբար որոշումը պետք է կատարվի այսպես կոչված տումոր բորդի կողմից։ Ուռուցքային հիվանդի հետ մի հոգով չի լինի աշխատել։ Մի կենտրոն բոլորի համար, ովքեր մեր կարիքը ունեն։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարև ձեզ բարեկամներ, հուսամ լավ եք, մենք շատ լավ ենք, կրկին եկավ երեքշաբթի երեկոն եւ ձեզ հետ է Կարդիոլաբ բժշկական ոդքասթը եւ ես Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Բարեկամներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք եւ եթե հավանում եք այն ինչ անում ենք, խնդրում եմ հավանել մեր հաղորդումները, տարածել նրանք եւ իհարկե բաժանորդագրվել մեր ալիքին։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, իսկ այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է, մարդ, ով ունի մասնագիտություն, որը նորարարություն է, նորամուծություն է մեր երկրում եւ կարծես թե առօրս չենք ունեցել նման մասնագիտությամբ առնվազն սիստեմատիկ կերպով զբաղվող մասնագետ։ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ ինտերվենցիոն ռադիոլոգ Արամայիս Ղալումյանը։ Ողջույն բժիշկ, շնորհակալություն, որ հյուրի եկաք մեզ։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Արամայիս ջան, միանգամից ինֆորմալ կերպով հարցը տամ, ինչ է ինտերվենցիոն ռադիոլոգիան եւ ինչով են այն ուտում։ Ուտելը չգիտեմ, բայց կարամ փորձեմ բացատրեմ ինտերվենցիոն ռադիոլոգիան ինչ է իրանից ներկայացնում։ Նախ ինտերվենցիոնալ բառը միջազգային տերմին է, որը միջամտություն է նշանակում։ Այո։ Ռադիոլոգիան դա բժշկության մասնագիտական ճյուղ է, դիագնոստիկ մասնագիտության ճյուղ է, որի մեջ մտնում է սոնոգրաֆիան, ռենտգենը, կոմպյուտերային տոմոգրաֆիան, MRT-ն, այսինքն ամբողջ ոչ ինվազիվ դիագնոստիկ դաշտը կոչվում է ռադիոլոգիա։ Հիմա եթե այս երկու բառը իրար միացնում ենք, ռադիոլոգիա եւ ինտերվենցիա, այսինքն միջամտական ռադիոլոգիա է դառնում։ Ինչ է իրենց ներկայացնում ռադիոլոգիայի սարքավորումներից ստացված պատկերների հսկողության ներքո իրականացվում են միջամտություններ օրգանիզմի տարբեր հատվածներում։ Պարզ օրինակը, որը որ ես հաճախ ոնց որ սիրում եմ այդ օրինակը բերեմ, որտեղ ինքը բավական հայտնի ուղղություն է բժշկության մեջ, դա սրտի անոթների, կորոնար անոթների ստենտավորումն է, որովհետեւ մարդիկ պարզ պատկերացնում են ինչա դա ռենտգեն հսկողության տակ սարքավորման, ռենտգեն անգիոգրաֆիկ սարքավորման հսկողության տակ բարակ կաթետրով անոթների միջով բժիշկը հասնում է թիրախային նեղացած անոթին եւ օրինակ բալոնով լայնացնում կամ ստենտ է դնում վերականգնելով լուսանցք այդ անոթի։ Դա պարզ ինտերվենցիոն ռադիոլոգիայի օրինակն է, պարզ նկատի ունեմ հայտնի, որ մարդիկ տեղյակ են ինչա։ Եվ ինտերվենցիոն ռադիոլոգիան բացի սրտային դաշտից ընդգրկում է բոլոր օրգան համակարգերը։ Ինքը մի մեծ մասնագիտություն է, որի ինչ որ մաս կազմում է կարդիովասկուլյար սրտային ինտերվենցիոն ռադիոլոգիան։ Մեր կլինիկաներում շատ վաղուց արդեն մեծ բաժանմունքներ կան, բավականին շատ բժիշկներ կան, փորձառու այդ բանով կան, նեյրոն, երբ որ ուղեղի անոթների հետ կամ ուղեղի խնդիրների հետ են աշխատում, կա ինտերվենցիոն ուռուցքաբանությունը, երբ որ ուռուցքային հիվանդությունների հետ աշխատանք արում, օրինակ թիրախային մուտք գործելով ուռուցքային օջախի մեջ, դա կլինի թոքում, թե լյարդում կամ երիկամում, կամ կլինի սոնոգրաֆիկ հսկողության տակ, կամ կլինի կոմպյուտերային տոմոգրաֆիայի հսկողության տակ, ոչնչացնում ենք այդ ուռուցքը, դա ինտերվենցիոն ուռուցքաբանության բաժին եւ այդպես շարունակ։ Ինքը շատ մեծ մասնագիտություն է, որովհետեւ այս տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին մուտք գործել օրգանիզմի գրեթե բոլոր հատվածները, ոսկորներից սկսած անոթներ, օրգաններ,
եւ նոր հնարավորություններ բացվեց տեխնիկայի ու սպეციფიկ սարքավորումների ներդրման հետ մեկտեղ նոր հնարավորություններ ստեղծվեց լուծել այնպիսի խնդիրներ, որոնք որ ուրիշ ձև չէր ստացվում լուծել, հնարավորություն չկար, կամ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք այլ տարբերակներով օրինակ վիրաբուժության, ավելի մեծ վիրաբուժության տարբերակում բավականին տրավմատիկ եւ բավական բարդություններով լի էին։ Փորձեցի այս ինտերվենցիոն ռադիոլոգիան ինչ-որ ձև մատչելի, չգիտեմ ոնց ստացվեց։ Կարող ենք անունը դնել մինիմալ ինվազիվ միջամտություններ։ Մինիմալ ինվազիվ միջամտություններ են, բայց մինիմալ ինվազիվ ինչի մինիմալ ինվազիվ վիրաբուժություն չէ, այլ ինտերվենցիոն ռադիոլոգիա։ Օրինակ շատերը ասում են մինիմալ ինվազիվ վիրաբուժություն, բայց մինիմալ ինվազիվ վիրաբուժությունը լրիվ այլ բան է։ Ինչ է մինիմալ ինվազիվ վիրաբուժությունը, ու հետո ինտերվենցիոն ռադիոլոգիայի համեմատությունը կասեմ։ Մինիմալ ինվազիվ վիրաբուժություն դա նույն տրադիցիոն վիրաբուժությունն է, ուղղակի մինիմալ մուտքերով։ Այսինքն, եթե վիրաբուժության, որովայնային վիրաբուժության հետ օրինակ բերենք, եթե օրինակ լեղապարկը պետքա հեռացվի, որում կան քարեր, ու մուտքի համար պետքա կտրված կարվի որովայնի վրա, առնվազն 15-20 սանտիմ երկարությամբ, որպեսզի վիրաբույժի ձեռքերը մտնեն ունդեղ հնարավորություն լինի որովայնում աշխատելու, դրա մինիմալ ինվազիվ տարբերակը նույն գործողությունը անելու, այսինքն լեղապարկը մեխանիկորեն հեռացնելու, դա օրինակ լապարասկոպիկ կամ ռոբոտիկ վիրաբուժություն է, որը մինիմալ ինվազիվ վիրաբուժություն է։ Այսինքն տեսնում են նույն լեղապարկը, ուղղակի վիդեո ռեժիմում են տեսնում, մինիմալ մուտքեր անելով, հատուկ գործիքներով կատարվում է նույն գործողությունները, այդ լեղապարկը հեռացվում, դա մինիմալ ինվազիվ է կոչվում վիրաբուժությունը եւ հետեւաբար մինիմալ տրավմա է հասցվում օրգանիզմին։ Ինչքան կտրվածքը փոքր, այնքան տրավման նույնպես փոքր։ Իսկ ինտերվենցիոն ռադիոլոգիան ինչ է, այսինքն նույն ձև չես տեսնում դու լեղապարկը։ Իհարկե ինտերվենցիոն ռադիոլոգիայով լեղապարկը չի հեռացվում, այլ խնդիրներ է լուծվում, բայց ռադիոլոգիական պատկերներով է երևում օրգանիզմի մեջ ինչա կատարվում։ Օրինակ, կոմպյուտերային տոմոգրաֆիայի նկարները վերլուծելով կամ նկարելով տեսնում ենք, որ ռենտգեն պատկերներով ստացված թոքի մեջ կա օջախ, ու ասեղը ներմուծելով կոմպյուտերային տոմոգրաֆիայի հսկողության ներքո կոնկրետ այդ դեպի օջախը թոք անցնելու մենք նույնպես ռենտգեն պատկերներ ենք տեսնում։ Ֆունկցիայի միջոցով է դա կատարվում։ Հա, ասեղի միջոցով, ֆունկցիոն ասեղների միջոցով, այսինքն մենք պատկերները ոչ թե աչքերով տեսնում ենք ոնց որ կտեսնենք այս բաժակը, այլ տեսնում ենք իր ռենտգեն պատկերները, տեսնում ենք իր սոնոգրաֆիկ պատկերները։ Դրա համար ինքը միջամտությունները պատկեր ուղղորդման, պատկերներից ստացված ինֆորմացիայով։ Իհարկե մինիմալ ինվազիվ միջամտություններ է, որովհետև այդ մուտքերի համար ու օրգանիզմում ցանկացած տեղ հասնելու համար, ոնց որ օրինակ ասացի, սրտի անոթի մեջ ստեն դնել է, ինքը այդ անոթը շատ բավականին բարդ տեղ է։ Բայց ռենտգենը ու գործիքները թույլ են տալիս մի հատ անցքի միջոցով, որը արվում է ոտքի կամ ձեռքի վրա, մտնել անոթի մեջ ու այդ ճանապարհը գտնել, հասնել ու այդ բարդ տեղում այդ ստենտը դնել։ Բայց ինվազիան օրգանիզմ, մուտքը դեպի օրգանիզմ դա մի հատ անցքն է։ Ինքը մինիմալ ինվազիվ է, բայց վիրաբուժություն չէ, այլ մինիմալ ինվազիվ ռադիոլոգիայի դաշտին է պատկանում։ Այո, քանի որ մենք տեսնում ենք պատկերներ ստացված ռադիոլոգիական հետազոտություններից։ Որոնք են այն հիմնական հիվանդությունները, որոնք քո առօրյայի առյուծի բաժինն են վերցնում, ասենք օրինակ ամսվա կտրվածքով խոշոր դեպքերը, որ անում ես, ինչ կատեգորիա, ինչ հիվանդություններով պացիենտներ են դիմում։ Հիմնական ուռուցքային խնդիրներով հիվանդներն են, որովհետև այսինքն երբ որ սկսում ենք, դա ավելի շատ դեղնուկով հիվանդներն են, իհարկե հիմա դեղնուկով հիվանդները էլի բավականին մեծ մաս են զբաղեցնում առօրյայի, բայց հետը ոնց որ ինտերվենցիոն ռադիոլոգիան որ սկսեցի զարգացնել, ուռուցքային հիվանդները դրա կարիքը շատ ունեին, որտեղ չկար ալտերնատիվ տարբերակներ լուծումներ ստանալու, օրինակ օրգանիզմում հայտնաբերված ցանկացած ուռուցքային process-ի կլինի լյարդում առաջացած օջախ կամ թոքում առաջացած օջախ,
ախտորոշումը դնելու հարց կար, այսինքն դա ինչ օջախ է, բիոպսիայի հարց կար, պետք էր մուտք գործել ու կտոր նմուշ ստանալ լյարդի խորքում կամ օրգանիզմի այլ տեղ, թոքում կլինի այլ տեղ խորքում գտնվող օջախից, որը վիրաբուժական տարբերակով կամ շատ տրավմատիկ էր կամ գրեթե անհնար հաշվի առնելով տեղակայումը ու ոնց որ պլանավորվող միջամտության ծավալները։ Ու սա ստեղծեց մի հատ դաշտ, որ մենք ագրեսիվ խորացանք այս ուղղության մեջ, որպեսզի լուծենք այդ խնդիրները։ Եվ սկսեցինք նմուշներ ստանալ, բիոպսիաներ անել ուռուցքային օջախներից։ Ահագին շատ աշխատեցինք ու այսօր մենք կարող ենք ասել, որ այդ դաշտը գրեթե ամբողջությամբ պրոֆեսիոնալ ձևով փակված է։ Այսինքն ինտերվենցիոն ուռուցքաբանության մասը ինտերվենցիոն ռադիոլոգիայի հիմա աշխատանքի մեջ բավական մեծ մաս է զբաղեցնում։ Բացի նմուշ առումից իրականացումը ոչնչացումներ այդ ուռուցքային օջախներում, որպեսզի չկտրենք, հեռացնենք, նույն ձև մուտք գործելով աբլյացիա կոչվում այդ մեթոդը, այրվում է ուռուցքային օջախը, ոչնչացվում է տեղում։ Ռադիոհաճախային էներգիայով Ճիշտ նույնքեր ոնց ներսրտային միջամտությունները, նարու ռիթմի խանգարումները շտկելու համար։ Այո, այդ հետսետե ջերմությունը բարձրացնելով ռադիոհաճախական ալիքների հաշվին, կա այլ տարբերակ միկրոալիքային աբլյացիա։ Դա ուղղակի ֆիզիկական ներգործությունն է, թե միկրոալիքների, թե ռադիոհաճախական ալիքների հաշվին, բայց ջերմային վնասման հետևանքով օջախի ոչնչացումն է, ուռուցքային օջախի ոչնչացումը, որը մի նոր ուղղություն, այսինքն մի նոր դաշտ բացեց խնդիրների լուծման համար։ Ու էլի ուռուցքաբանության մեջ բավականին ոնց որ մեծ քայլ եղավ։ Մենք կարողացանք բացի ախտորոշումից արդեն բուժական դաշտ մտնել ու լուծել բավականին լուրջ հարցեր։ Օրինակ լյարդում մետաստատիկ օջախների, որոնք շատ տարբեր բարդ տեղեր ունեն, վիրաբուժական ճանապարհով կամ անհնար է կամ էլի շատ մեծ տրավմաների հետ է կապված այդ բանը ու ընդհանուր առմամբ ինտերվենցիոն ռադիոլոգիայի մեծ մաս աշխատանքը մեր ուռուցքաբանության մեջ է, բայց ոչ միայն։ Օրինակ վահանաձև գեղձի խնդիրներն ենք լուծում նոր բիոպսիայով։ Չէ։ Վա։ Աբլյացիայով հանգույցների թե այլ հիվանդությունների հանգուցավոր խփիպի ժամանակ։ Հանգույցների ժամանակ բարորակ մեծ սիմպտոմատիկ հանգույցների ժամանակ սա մի հատ նոր հետաքրքիր ուղղություն է։ Իհարկե 6 տարի առաջ ենք սկսել, բայց հիմա ավելի ակտիվ ենք աշխատում ու դա հնարավորություն է ստեղծում, որ մարդ չվիրատվի ուղղակի, մանավանդ գեղձի կեսը չհեռացնի ու աբլյացիա ոչնչացվի հանգույցը, այդ հանգույցը ներծծվի, տեղոսպիական փոքր մի հյուսվածք մնա, որը այլ մարդուն չի խանգարում։ Ու դա բավական հետաքրքիր ու բավականին ոնց որ լուրջ ալտերնատիվ առաջացրեց կամ չբուժվելուն, որտեղ մարդ եթե բարոյական հանգույց ունի մեծա չի ուզում կտրի կամ գեղձի կեսը հեռացնի կամ ամբողջապես գեղձը կամ վիրահատության ու շատ բաներ ինտերվենցիոն ռադիոլոգիան նույնը լսել եմ արգանդային զարկերակների էմբոլիզացիայի վերաբերյալ երբ խոշոր միոմաներով պացիենտների դեպքում կարելի է այդ նույնը իրականացնել Եվ մի հարց, որ այս պայն շատ հետաքրքրեց ինձ, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, հատկապես չարորակ ուռուցքային հիվանդությունների ժամանակ, սովորաբար որոշումը պետք է կատարվի այսպես կոչված տումոր բորդի կողմից, այսինքն խորհուրդը, որը կազմված է մի շարք մասնագետներից, համատեղ որոշում է կայացնում, թե տվյալ պացիենտի համար որն է լավագույն ճանապարհը իր հիվանդության բուժման։ Գործում է արդյոք այս երևույթը մեր երկրում եւ ինչքանով է ինտերվենցիոն ռադիոլոգիան մաս կազմում այս տումոր բորդերի։ Այո, միանշանակ։ Իհարկե, քանի որ մենք մասնագիտացված կենտրոն ենք ու գրեթե ոնց որ Հայաստանի շատ կենտրոնների, ուռուցքաբանական կենտրոնների հետ ենք համագործակցում, այսինքն ոչ թե մի կենտրոնի մաս ենք, որ մի կենտրոնի տումոր բորդի մեջ լինենք, որովհետև հիմնականում կենտրոններ ունեն իրանց սեփական ուռուցքային խորհուրդը, տումոր բորդը, այսպես որտեղ կարա մտնի ուռուցքաբանը, այդ կենտրոնում աշխատող վիրաբույժը, ռադիոլոգը, իհարկե պատ անատոմիայի մասով, որը էլի շատ կարևոր մաս է կազմում, էլի կենտրոնացված է Հայաստան, այսինքն մի քանի կենտրոններ կան, որոնք էլի տարբեր ուռուցքաբանական կենտրոնների տումոր բորդի մաս են կազմում։ Մենք գործում ենք այս սկզբունքով՝ մի կենտրոն բոլորի համար, ովքեր մեր կարիքը ունեն։
բոլոր կենտրոնների համար։ Եվ միանշանակ ուռուցքային հիվանդների որոշումները ինչ պետք է արվի, արդյոք նպատակահարմար է հիմա դա անելու, թե երբ է պետք դա անել, այսինքն տարբեր որոշումներ կա, դա քննարկման արդյունքում է որոշում։ Միգուցե շատ օֆիցիալ կազմակերպման առումով, այսինքն ամեն անգամ չի դրվում բան, բայց զանգերի ու քննարկումների արագ մոբիլ բանի արդյունքում որոշում է այս պացիենտին պետք է այս միջամտությունը արվի, թե պետք չի։ Այդ մեկ, երկրորդը ինտերվենցիոն ռադիոլոգիան ընդունող է, ոչ թե գեներացնող է ուռուցքային հիվանդներին։ Այսինքն ուռուցքային հիվանդը հայտնաբերվում է ինչ-ինչ գանգատներով դիմում է բուժհաստատություն կամ դիագնոստիկ ինչ-որ կենտրոն, հետազոտում են կոմպյուտերային տոմոգրաֆիա կամ սոնոգրաֆիա կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչ-որ գոյացություն են հայտնաբերում, ռադիոլոգները արդեն հուշում են, ասում են, որ ստեղ խնդիր կա, պետք է ուռուցքաբանի դիմեք, ես հիմա ցիկլն եմ ասում, ոնց է, բան ուռուցքաբանին դիմելուց հետո արդեն ուռուցքաբանը նայելով որոշակի հետազոտություններ լաբորատոր կամ գործիքային եւ առաջանում է արդեն հարց ինտերվենցիոն ռադիոլոգին դիմելու, ինչի համար բիոպսիա անելու համար, որպեսզի հասկանա, որպեսզի ախտորոշումը դրվի, ինչ ուռուցքի հետ գործ ունի։ Ահա արդեն այդ հիվանդանոցի թումր բորդի, այսպես ասած, արդյունքում ինտերվենցիոն ռադիոլոգը ներգրավում է process-ի մեջ։ Իսկ աբլյացիաների հետ կապված կոնկրետ երկու օրինակ ենք բերում, որը ավելի հաճախ ուռուցքային հիվանդների մոտ ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջամտության անհրաժեշտությունը լինում, աբլյացիայի հետ կապված շուտ բուժումներ է ստացել պացիենտը, եկել է ինչ-որ էտապ, որ մետաստազները կոնկրետ այդ դեպքում մետաստատիկ խնդիրները կայունացούν, պետք է արդեն ոչնչացնել իրանց։ Եթե մետաստատիկ հիվանդի մասին է գնում խոսքը, կամ օրինակ շատ վաղ փուլում է հայտնաբերվել եւ այս դեպքում որոշում է կայացում վիրահատություն արվի, թե կարելի է օրինակ արվի աբլյացիա ու ոչնչացնել, մարդը վիրահատության չգնա։ Այսպես է ոնց որ որոշվում, միշտ քննարկումներով ու համատեղ աշխատանքով, ուռուցքային հիվանդի հետ մի հոգով չի լինի աշխատել։ Հա, բնականաբար։ Ես ճիշտ հասկացա, մարդը չի կարող, ասենք օրինակ ունենա վահանագեղձի հանգույց, վեր կենա ու գա ձեր կենտրոն, որպեսզի դիմի, ասի մի հատ ինձ։ Չէ, կարա, վահանաձև գեղձի, չէ, կարա։ Մենք վահանաձև գեղձի առումով ունենք ոնց որ բորդ, այսպես ասած, մասնագիտական թիմ, ինտերվենցիոն ռադիոլոգ, վիրաբույժ, ռադիոլոգ, ուլտրաձայնային հետազոտության մասնագետ եւ լաբորատորիան, որը որ մեր մոտ չի, բայց մենք համագործակցության մեջ ենք։ Այսինքն մեր խնդիրը ո՞րն է վահանաձև գեղձում։ Մենք հասկանանք, այս հանգույցը ուռուցքային է, թե ուռուցքային չի, եւ դրանից հետո որոշում կայացվի ինչա պետք անել։ Իհարկե ուռուցքային հանգույցների մեծամասնությունը շատ քիչ լիմիտավորված հանգույցներ կան, որոնց կարելի է աբլյացիա անել, խոսքը չարորակ ուռուցքների մասին։ Բայց բարորակի առումով արդեն որոշումը կայացվում է տեղում բորդի քննարկման առումով, այսինքն ցածր ռիսկային է, բարորակ հանգույց է, սիմպտոմատիկ է, ախտանշային է, մարդուն անհանգստացնում է, արվում աբլյացիա, ամեն ինչ լավ է։ Շատ լավ։ Կպատմես, խնդրեմ, մի փոքր թե ինչպես քո մեջ ծնվեց այդ որոշումը ինտերվենցիոն ռադիոլոգիան որդեգրելու, որովհետև ես գիտեմ, որ մինչ այդ կարծես թե մեր երկրում չէր արվում եւ ոնց եղավ այդ ճանապարհը անցնելու եւ սիստեմատիզացնելու եւ ինչպես հասար են կետին, որ արդեն մենք Հայաստանում ունենք նորաբաց ինտերվենցիոն ռադիոլոգիայի կենտրոն, որն իր մեջ ներառում է բոլոր խնդիրները լուծելու հնարավորությունները։ Եվ դրանից մի քիչ էլ ավելի հետ գնալով միգուցե մեզ պատմես քո բժիշկ դառնալու որոշման մասին եւ որոնք են եղել են հիմնական ամբիցիաները կամ երազանքները, որոնք դրա հետևում թաքնված են եղել ու բերել են այս ճանապարհին։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ իմ ոնց որ սիրած հարցն է, ինտերվենցիոն ռադիոլոգիայի մեջ ոնց եմ ես բան որոշել, որ տենց պետք է այդ ուղղությամբ գնալ, պետք է ինչ-որ բան, հեսա այդ հարցին բժիշկ դառնալը մեր ամբողջ ընտանիքը բժիշկ է, հայրս, մայրս դեղագետ է, եղբայրս բժիշկ է, ես բժիշկ եմ, եղբորս կինը բժիշկ է, իմ կինը բժիշկ է, ու այդ կանանց թողենք մի կողմ, կանանց թողենք մի կողմ, որտեվ կանայք դեր չունեին մեր բժիշկ դառնալու մեջ, բայց ծնողները ունեին, հատկապես մայրս, որտեվ
չգիտես ինչի ինքը ուզում էր ու մենք էլ տենց ոնց որ շատ փոքր ժամանակից են որ հարցում էին երեխեքը ինչ են դառնալու ես ու եղբայրս ավտոմատ ասում ենք բժիշկ որտեվ տենց պրոգրաման դրած էր էլի որ պետքա բայց կներես ընդհատելու համար չմոռանք նշել որ թե դու թե քո եղբայրը Հայաստանում սենց շատ breakthrough այդ բառը չգիտեմ հայերեն ոնց թարգմանեմ, բայց շատ կարևոր բժշկագիտության մեջ երկուսով դեր եք ունեցել, ընդ որում առանձին ուղղություններով զարգացմանը լուրջ նպաստել եք, այնպես որ ասում ձեր մամայի ներդրումը հաջողված է եւ շատ ճիշտ է եղել այդ հարցի մեջ։ Բազմիցս, չգիտեմ եղբորս մոտ ոնց է այդ հարցը, բայց բազմիցս ես գնացել եմ տուն ու բողոքել եմ լուսանող ժամանակից ցած, երբ որ շտապօգնություն ընդունվեցի աշխատելու որպես բուժակ հետո բան, այսինքն բժշկական ծանր այդ բանը տեսնելով, այսինքն բժշկի բեռը տեսնելով, իհարկե դա հայրիկը աշխատել է, տեսել ենք բան, բայց երբ որ քո վրա չի այդ բանը, դու ինքդ չես պատկերացնում։ Բազմիցս գնացել բողոքել եմ, թե ինչի բան արեցիք, որ գնանք բժշկական, ես գնամ բժշկական, բան եւ այլն, այդ sense այդ պայքարը միշտ եղել է։ Բայց համենայն դեպս դե երևի ճիշտ էր, ուրեմն տենց էր, պետք ուրեմն այդ առաքելություն էր, որը տենց պետքա լիներ։ Իսկ ինչը վերաբերվում է բուն ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծնունդին։ Ես մասնագիտությամբ վիրաբույժ եմ, որովայնային վիրաբույժ եմ։ Իմ կրթությունը ու մասնագիտացումը վիրաբուժությունն է։ Ու ես sense որ վերլուծում եմ իմ բնավորության ու աշխատանքային բանի մեջ միշտ եղել է անդադ ինչ-որ նոր քայլ անելը, նոր բան անելը, ինձ միշտ նոր բանն է հետաքրքիր եղել։ Ինչ-որ մի բանը, որ արել եմ ու արդեն հասկացել եմ, որ այդ լուծված է այդ բանը, ինձ հետաքրքիր է եղել, ինչ կա նոր, որ չենք անում ու այդտեղ հետաքրքրություն է մեջ միշտ առաջացել։ Ու երկրորդը Հայաստանում միշտ ուզեցել են, որ մենք հետ չլինենք ուրիշ տեղերից։ Այսինքն նախանձով եմ շատ նայ այդ հարցին, նախանձախնդրությամբ, որ չգիտեմ, Ռուսաստանում կամ չգիտեմ, Եվրոպայում այլ տեղ ինչ-որ մեկը մի բան կարող անի, մենք չենք կարող անենք։ Բայց ինչի մենք չենք կարող անենք։ Այդ հարցը ինձ միշտ բանն է։ Հենց որ այդ երկու մոտիվացիան ինձ տարել է այն ուղղությամբ, որ անդադ անենք նոր բաներ ու ստեղծենք։ Իհարկե, երբ որ ես սկսել եմ ինտերվենցիոն ռադիոլոգիա, ես պատկերացում չեմ ունեցել ինտերվենցիոն ռադիոլոգիա մասնագիտության մասին, որ առհասարակ դա առանձին մասնագիտություն է։ Ես իմացել եմ, որ դա վիրաբուժության մինիմալ ինվազիվ ինչ-որ հատված է, որը օրինակ կոնկրետ լեուղիների խնդիրների, խցանումների ժամանակ մինիմալ ինվազիվ եղանակով լուծում է տարատեսակ խնդիրներ։ Ու գնացել եմ դրա վրա, այսինքն Հայաստանում երբ որ ես սկսեցի, չկար լեուղիների հետ կապված խնդիրը չէր լուծվում։ Ու ինձ հետաքրքիր որ լուծենք, որտեվ ես իմ հետբուական կրթությունը երբ որ Ռուսաստանում անցել եմ վիրաբուժություն, մենք ունեինք բաժին, որը որ զբաղվում էր դրանով, ու երբ որ ես հասկացա, որ Հայաստանում դա չի արվում, չնայած ես այնտեղ այդ բան մեջ չէի խորանում, տրադիցիոն վիրաբուժությամբ էի զբաղվում, ինձ հետաքրքիր նաև բան անել, այդ հարցերը լուծել, ու սկսեցի հետաքրքրվել, սովորել, գնացի վերապատրաստման ու սկսեցի լեուղիների խնդիրները լուծել։ Հետո առաջացավ ուրիշ հարց, բայց եթե այս հարցը լուծում ենք, սենց խնդիր է կա, դա ոնց ենք անում։ Ու ինտերվենցիոն ռադիոլոգիան հետս հետ այդ դռները սկսեց բացել։ Առաջանում էր առաջադրանք, զադաչա, այսպես ասած, ռուսերեն բառ, ու պետք էր դրա լուծումը տալ։ Այդտենց սկսվեց կատեի տակ միջամտությունները, այդտենց սկսվեց այլ միջամտություններ, ու հետս հետ քայլերով ես ընթացքում հասկացա, հետո մի քիչ սկսեցի Եվրոպա նայել Ամերիկա, մինչև այդտենց գլուխս մեջ աշխատում է, ու հասկացա, որ ես բոլորովին լրիվ առանձին մասնագիտություն է ու ինքը կոչվում է ոնց որ ինտերվենցիոն ռադիոլոգիա, այսինքն վիրաբուժություն է, բայց ռադիոլոգիայի դաշտին վերաբերվող։ Ու ես կարող եմ հպարտորեն ասեմ, որ այդ քայլերի շնորհիվ, որ մենք սկսեցինք առաջացած խնդիրները լուծել, մենք բավական առաջ անցանք։ Անկամ ռուսական բաներից եւ այլն մեր այդ սովետական երկրներից ու այսօր մենք մեր միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում բավական շատ հարցեր ենք լուծում, որոնք մեր հարևան երկրներում չեն լուծվում։ Արտերկրից պացիենտներ ունենում եք։ Ունենում ենք։ Իհարկե դե տենց հիմնական ուռուցքային հիվանդները բան եւ այլն քիչ բարդ է այդ գնալ գալ, որտեվ էտապներ է։ Իսկ օրինակ բիոպսիայի համար չեն գա։
հասնեն դե իրանց ուժերով փորձում են լուծեն ոնց որ օրինակ Հայաստանում է կա այդպես բան կլինիկան չունի այդ մակարդակը բայց ինքը ունի իր ռեսուրսը ինքը իր ռեսուրսի սահմանում է փորձում լուծի այդ նորմալ է որտեվ վերջը ամեն օրվա աշխատանքի մեջ մարդիկ իրանց գոլեգաների հետ աշխատելով մենք չգիտենք ասենք մյուս գոլեգան օրինակ այս հարցը ոնց կարա լուծի ու դու դրա մեջ փորձում ես լուծես որտեվ դա մի հատ ռուտինա է մեկը մեկին շարունակող sense process է ինքը նեշի քրոնիկ խնդրեմ է որ մարդ չգիտեմ 6 տարի պահել է կամ 3 տարի պահել է ուռուցքաբանության մեջ տենց է դերնուկի մեջ արագապետ քարծը լուծել էլի տենց է բայց ունեցել ենք իհարկե մի քիչ ավելի ակտիվ ռոպագանդայի արդյունքում որ չեն կարա այսքան Հայաստանի մեջ ենք բանը կարծում եմ կունենանք հարթ երկրից կունենանք հոսք Վանաձև գեղձի հարցում օրինակ Վանաձև գեղձի հարցում Այլի Վրաստանում, Ռուսաստանում բան տենց չկան որ նոր են սկսում ինչ-որ sense option կունենանք մտածում եմ կունենանք ամեն նոր բանի ծնունդը անպայման խոչընդոտներ էլ է ենթադրում երբեք առանց այդ ռեզիստենտականության հնարավոր չի նոր ճանապարհ հարթել հիմա դու որպես ինովատոր շատ լավ դա պատկերացնում ես որոնք են եղել մեր երկրում այդ ճանապարհը հարթելու թե որպես բժիշկ թե որպես ադմինիստրատիվ աշխատանք տանող մարդ թե մարդով ուզում է ինքը կազմակերպի իր աշխատանքը ինչ խոչընդոտներ են հանդիպել եւ ինչ կլինի քո խորհուրդը մեր մյուս գործընկեր գոլեգաներին ովքեր այդ ճանապարհին են եւ դեռ տառապում են չտեսնելով ելքեր դա շատ լավ է դրա համար ես կարճ ժամանակում աշխատել եմ 15 հիվանդանոցում չգիտեի որ այդքան շատ ճիշտ մի քանիսը լսել էի բայց 15 բավականին շատ համարյա բոլոր հիվանդանոցներում ինչ որ պիրուտ աշխատել եմ ու վերջում ես էլ ինձ այդ հարցը տվեցին չեմ ես այդքան շատ հիվանդանոցում այստեղ եմ աշխատել ստեղա բաժիներ են ամեն տեղ ինչ որ պահի կա հետաքրքրություն հետո կա շահերի բախում ու խոչընդոտներ այդ երբ որ շահերի բախումն ու խոչընդոտները առաջանում է այդ ժամանակ եթե իրանք փոքրիկ են հաղթահարելի են եթե իրանք փոքրիկ չեն առաջանում է մի հատ իրավիճակ որ դու հասկանում ես որ արդեն հերանեկարը զարգացման պետք է կանգնի ժամանակ իմ կարծիքով պետք է փնտրես նենստեղ որտեղ որ այդ խոչընդոտը չի փակի ճանապարհը զարգացման այդ ինձ օգնել է մի կողմից հա դժվար է եղել բայց նաև հետաքրքիր է տարբեր կոլեկտիվների հետ աշխատել նաև դրա հաշվին պոպուլյարիզացիա ստացվի ինտերվենցիոն ռադիոլոգիա այսինքն այդ նոր մասնագիտությունը կլինիկաների մեջ բժիշկները սկսել են տեսնել իրանց աչքերով ոնց է այդ հարցերը լուծվում ուղիղ համագործակցություններ է ստացվել աստղիկ բժշկական կենտրոնում կլինի չգիտեմ նայերի բժշկական կենտրոնում կլինի առաջի համալսարանական հիվանդանոցում Իզմիլյան մնացած բոլոր տեղերը եւ դա նաեւ բերել է նրան որ մենք կար ժամանակում հա երիտասարդ մասնագիտություն է Հայաստանում չնայած 12 տարի արդեն ֆունդամենտալ հիմքերի վրա է ու կայացած է բայց բոլորը ճանաչում են բոլորը գիտեն ոնց է անգամ չգիտեն որ օրինակ ինչ որ հարցեր մենք լուծում ենք բական բարձր մակարդակի վրա անգամ մեր գոլեգաները շատերը չգիտեն օրինակ չգիտեմ մեր հարևան երկրներում այդ հարցերը չեն լուծվում вообще ընդհանրապես չկա մասնագետ չկա հմտություն չկա ասենք չկա համատական չգիտեն նորմալ է այտենց պետք է լինի բայց ես ուրախ եմ այդ լավ է որտեղ վերջին հաշվով մենք մեր ժողովրդին ենք կարողանում մեր ջանքերը դնելով այդ օգուտը բերենք ինչքան որ ստացվում է բայց սա է որ հարցի ոնց որ էլի վերադառնամ հարցին որ խոչընդոտները պետքա շրջանցել խոչընդոտները պետքա լուծումներ տալ ու չհանձնվել չասել որ չէ դե եթե սենց է ուրեմն չէ ես կամ պետք է թողեմ գնամ կամ բան մի օր մեկը այդ խոչընդոտները ինքը անպայման չի ով քեզ ստեղծում է այդ խոչընդոտը ինչ որ ինքը թշնամաբար տրամադրված լինի կամ բան ինչ որ պահ կա որ մարդը չի պատկերացնում կամ ուղղակի վիճակի չի
չի պատկերացնում, դրա մեջ ռիսկեր է տեսնում, հիվանդը ես սկզբում որ սկսվում էր այդ ամեն ինչը, չէ՞ որ արդեն հարցերը գնում էր, երբ որ մենք պասիկալիս ասպես ասած, ոնց որ չգիտեմ այդ ոնց հայերեն ասեմ, հավակնում էիք։ Հա, չէ, պասիկալիս ասենք նենց օրգանների ու նենց խնդիրների վրա, որ նույն վիրաբույժները, ովքեր որ պատասխանատու էին ավակ մեր գործընկերները, չիմանալով բանը ու ինչ որտեղ կասկած ունենալով ռիսկ էին տեսնում բարդությունների ու խնդիրների ու դա կարող ստիպեր որ բնական է այդ որ ասեն չպատկերացնելով մասնագիտություն չիմանալով ասեն որ պես չի ես կարա խնդիր տա ես դեմ եմ բայց այդ համառությունը այդ ոնց որ նաև ոնց որ կան որ ես վիրաբույժ եմ ինքս փորձում եմ իմ մասնագիտական մեջքը ապահովեի այս շատ մեծ դեր խաղաց այս խոչընդոտների մեջ Իսկ ինչ որ բան պատահելու դեպքում ես եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ էի հարցերը լուծելու ինքնուրույն դա ոնց որ այս մասնագիտության զարգացման վրա շատ մեծ դեր խաղաց իհարկե ինտերվենցիոն ռադիոլոգները իրանք զարգացած աշխարհում վիրաբույժներ չեն քիչ տեղեր կա օրինակ ես Թայվանում էի գնացել էի վերապատրաստման վերջերս 2024 թվականի հոկտեմբեր ամսին նոր ռուսկային օջախների ոչնչացման նոր տեխնոլոգիայի հետ կապված իրանց ինտերվենցիոն ռուսկաբանը էլի վիրաբույժ էր ու էլի ինքն էր հիմնադիրն էր Թայվանում ու տենց կա էլի այսինքն ոնց որ վիրաբույժներն են առաջի քայլերը անում հետո արդեն գնում է դեպի մի քիչ ուրիշ ուղղություն իհարկե էլի ինտերվենցիոն ռադիոլոգները վիրաբույժներ չեն զարգացած աշխարհում արդեն կայացած բան, նրանք ռադիոլոգներ են, դարձած ինտերվենցիոն ռադիոլոգներ ու ես աշխատում եմ այդ ուղղությամբ, որ մեր մոտ էլ մյուս սերունդները տենց պետքա լինեն, ոնց որ կարգ ու կանոնն է, բայց էլի ասում եմ, դա շատ մեծ դեր խաղաց։ Վիրաբուժական բեքափը շատ մեծ դեր խաղաց, որ այդ հարցը կարողանանք լուծենք։ Որտեվ եթե ես գնում եմ ինչ-որ չգիտեմ լյարդից բիոպսիա կամ ենթաստամոքսային գեղձից բիոպսիա անելու, վիրաբույժը ասում էր, եղբայր, եթե խնդրեմ եղավ, նայ, ես քեզ ոնց որ թույլ չեմ, անուններ չեմ տալ ինչ-որ բան, ընդհանուր օրինակ եմ սենց բերում, որ պատկերավոր լինի, էլ ոնց որ ես բան չեմ անում, ոնց որ այդ բեքափը չկան, եթե ռադիոլոգը անում է, իրան բեքափ չկա, որտեվ կարող միտը մի խնդիր առաջանա, այդ ժամանակ արդեն ինքը կվախենա անի ու չի անի։ Մեր մոտ մի քիչ ուրիշ էր, ասում էր բեքափը չկա, ասում եմ բեքափը ես եմ, նորմալ է, դու մի անհանգստացի։ Հա, այսինքն ցանկացած նոր մասնագիտության հմտությունների ձեռքբերում անպայման իր մեջ ենթադրում է այդ learning curve կոչված, այսինքն դու պետք է անցնես այդ ճանապարհը, որը դժվար է, այո, բարդություններով է, միգուցե ինչ որ տեսակի բարդություններ նույնպես հնարավոր են, բայց մինչև բժիշկը, վիրաբույժը, մասնագետը չանցնի այդ ճանապարհով, ինքը բնականաբար չի կարող ձեռք բերել այն գերազանցությունը, այն հմտությունները, որոնք այսօր թույլ են տալիս մեզ Հայաստանում ունենալ ժամանակակից կենտրոն, որը կարողանում է ծառայել եւ այդ սպասարկումը, բուժ սպասարկումը մեր բուժառուներին, մեր հայրենակիցների համար տալ։ Դժվար չի անձնական կյանքի հետ համատեղել այս ամեն ինչը ինձ թվում է որ պիտի շատ խնդրահարույց լինի այ որտեղից է բժիշկ միջամտական ռադիոլոգ Արամայիս Ղալումյանը վերցնում իր էներգիայի ռեսուրսները որպեսզի կարողանա հետո շարունակի ծառայել իր բուժառուներին եւ հնարավորինս լավագույն բուժօգնություն մատուցի Ես կարծում եմ այն տեղերից որտեղից ցանկացած բժիշկ դա հիվանդի խնդիրն է հիվանդի առողջության հարցն է Չէ՞ մենք որ աշխատում ենք, այսինքն ոնց բժշկական ազարտ հասկացողություն կա, մի քիչ ինքն այն ժարգոնային է հնչում, բայց այդ ազարտը գալիս է մարդու խնդրից, որ մարդը ունի խնդրեմ, ու դու այդ խնդրեմը պետք է լուծես։ Ու այդ խնդրեմը պետք է լուծես մաքսիմում լավ, որտեղ դու մարդու խնդրեմն ես լուծում։ Ոչ թե ինչ որ ասենք, այնտեղ մենք գիտենք էլ լավ, որ հնարավորությունները շատ քիչ է սխալվելու։ Իհարկե իդեալական ոչ մեկ չի կարողանում, բայց իր ամբողջ գիտելիքի ու բանի ռեսուրսը, ոնց որ հմտությունների ռեսուրսը ծախսում է, որպեսզի այդ հարցը տենց լուծի։ Ու
մարդու եղած հիվանդություններն ու խնդիրներն է այդ էներգիայի աղբյուրը, որ ու առաքելությունը, որ մենք ստանձնել ենք սպիտակ խալաթ հագնելով ժամանակին, երթումը տալով Նախորդ խոսնակի բարի ճանապարհ, երկար, այո, ծանր կարող է ճանապարհ, շատ երկար ու շատ տառապալից լինել եւ ժամանակակից երիտասարդների մի մեծ տոկոս շատ մտահոգված է դրա համար, ցավոք սրտի մեր մասնագիտությունը կարծես թե այն ամենապոպուլյարների մեջ չի մտնում արդեն։ Այ ինչ մտքեր ունես այս առումով եւ քո կարծիքով ինչ կարելի է անել, որպեսզի մի քիչ ավելի նորաձև դարձնենք բժշկությունը, ասենց ասեմ։ Բժշկությունը ինքը մասնագիտությունների մասնագիտությունն է, այդ համ պետք է հասկանան բնակչությունը մարդիկ, համ պետք է հասկանան բժիշկները։ Կարծում եմ մի քիչ պետք է բժշկությունը լուրջ դաշտի մեջ միշտ մնա, շատ տենց ինչ որ չտարածվի այլ դաշտերի մեջ, որտեղ մի քիչ ավելի թեթև խաղային sense իրավիճակներ կա, այդ մեկ։ Երկրորդը հասարակությունը վերջին հաշվով պետքա գիտակցի ինչքան բժիշկներից գոհ լինեն, չլինեն, ինչ որ վատ պատմություններ ունենան, դժվար դժբախտ, պետքա գիտակցեն, որ բժիշկները դրանք զինվորներ են, առաջամարտիկներ են, ովքեր պահում են առողջության սահմանը։ Ու բնակչության առողջության հարցը կարևորագույն հարց է, ոնց որ երկրի անվտանգության հարց։ Առողջության հարցում էս բժիշկներն են։ Պետքա ոնց որ զինվորը գնահատված լինի, բանակը գնահատված լինի, տենց է պետքա բժիշկները գնահատված լինեն։ Այսինքն բժիշկին պետքա լավ նայեն, ամեն առումով պետքա լավ նայեն, որ ինքը լավ կրթվի, որ ինքը ուզենա բժիշկ դառնա, որ ինքը ուզենա այդ ծանր բեռը վերցնի իր վրա, որ ինքը ամեն անգամ գնալուց 24 ժամ հերթապահելուց չհասցնելով ինչ որ մի բան ուտի կշտանա կամ չկշտանա, չհասկանալ կամ 15 ժամ վիրահատությանը կանգնելուց են որ ասեն դուք այդ ժամանակ չեք սովածանում, բժիշկը այդ ժամանակ չէ լսում, ինքը սոված է, թե սոված չի, որ ինքը այդ աշխատանքը երբ որ ստանձնում է վերցնում, ինքը պետքա գնահատված լինի, ինքը պետքա զգա, որ ինքը բեքափ ունի, որ ինքը որ ժողովուրդը իրան սիրում է, որ ժողովուրդը գնահատում է, որ ինքը ընտրել է այդ ճանապարհը։ Պետքա նենց լինի, որ բժշկի կրթությունը լինի լավագույնը, այսինքն եւ պրոֆեսորադասախոսական կազմը պետքա լավ ապրի, լավ զգա իրան, համապատասխան պայմաններ պետքա ստեղծվի, իմ կարծիքով, որ երիտասարդությունը ուզենա, չխուսափի այդ մասնագիտությունից եւ այդ ժամանակ հաճույքով ինձ թվում է կգնան, կստանձնեն այդ պարտավորությունը։ Շատերին թվում է դա ինչ որ գործ է, մասնագիտություն է, դա գործ չի, մասնագիտություն չի, որտեվ ինչ որ մեկի կյանքի համար պատասխանատվություն կրելը դա գործ չի, դա առաքելություն է։ Հա, միանշանակ համաձայն եմ եւ խոսացինք զինվոր լինելու մասին, չմոռանամ նշել, որ դու նաեւ շատ հայտնի աշխատության համահեղինակ ես, որը պատերազմական բժշկությանն է վերաբերվում։ Այ կուզեի մի փոքր էլ կարճ անդրադառնայինք իբրև ավարտ մեր զրույցի այդ գիրքը ծնվելու գաղափարի, նրա տակ ընկած արժե համակարգերի, նպատակների եւ երազանքների մասին եւ ինչպես դա դարձավ իրականություն։ Շատ հետաքրքիր զրույց է ստացվում մեր զրույցից դուր է գալիս, շատ որտեվ այն թեմաներին է գնում հարցերը ու քննարկումները, որը ինձ ոգեհարազատ է։ Դա ամեն ինչ առաջացավ պատերազմից։ Իհարկե, մինչև պատերազմ ես ծառայել եմ հայոց բանակում, Արցախում եմ ծառայություն անցել որպես զինվորական վիրաբույժ եւ վիրավորների հետ իհարկե սակավաթիվ այդ ժամանակ, բայց անձամբ շատ ներգրաված եմ եղել այդ խնդիրների լուծմանը եւ պատերազմի ժամանակ տեսնելով այն արհավիրքը ու այն մասշտաբային խնդիրները, որը առաջացավ առողջապահական համակարգի վրա նաեւ իսկ առողջապահական համակարգը ռազմական բժշկությունը դա թիկունքային բանակի մի հատ շատ կարեւորագույն ծառայություն է, մեծ ծառայություն է, ինքը առանձին բանակ է ու իր դերը ու իր բարձր պրոֆեսիոնալիզմ ու կազմակերպված
հարցերի լուծումը շատ մեծ դեր է խաղում բանակի մարտունակության վրա։ Բայց քանի որ մեր համակարգը հեչ լավը չէր, իհարկե բժիշկները իրանց հերթին լավն են, բայց ու ամեն մեկը հերոս է իր կատարած աշխատանքի մեջ եւ այլն տոր ու գիշեր, բայց նման մեծ խնդիրների ժամանակ համակարգային հարցեր առաջանում։ Այսինքն ամեն օրգան կամ բջիջ կարա օրգանիզմում իր հերթին լավը լինի, բայց պետք է համակարգը լավ աշխատի։ Ու համակարգի աշխատանքի համար իհարկե գիտելիքների պակաս կար շատ, այդ թվում նաև իմ մոտ, ինչի՞ չէ, շատերի մոտ, որը որ մենք չենք ստացու, պատրաստ չէինք նման զարգացումներին։ Դրա համար երկու ուղղության վրա էր իմ բանը գնում, աշխատանքն ու միտքը գնում, մեկը համակարգային հարցերի լուծման, բայց այդտեղ իհարկե պետության դերն է մեծ, ինչքան մենք մասնագիտական սոցիումներ ստեղծեցինք, այդտեղ կոնֆերանսներ արեցինք, իդեպ առաջի պատերազմից հետո գիտաժողովը մեծ արեցինք սխալների վերլուծման ու նոր, այսինքն նոր իրավիճակ ստեղծելու համար դուրսբերումներ արեցինք այդ կոնֆերանսից, բայց պետությունը պետքա ներգրաված լինի ու մասնակցի այդ բանին, ինչը մի քիչ չեղավ։ Եվ երկրորդը գիտելիքի հարցն է։ Այս գիտելիքի համար մենք չունեինք համապարփակ մեծ գրականություն, օրինակ, որը ժամանակակից կոնֆլիկտային բժշկության ազերը ու լուծումները ու մեկ է կազմակերպչական հարցերը կզետեղեր միտեղ։ Ու մտահղացում է, որ անպայման մենք ժամանակակից Կարմիր խաչի ռազմադաշտային վիրաբուժության երկհատորանոց 1000 էջանոց, որը բավական լավ գրականություն է, կարողանանք հայերեն թարգմանենք ու բաժանենք մեր բոլոր հոսպիտալներով, հիվանդանոցներով, այն ժամանակ Արցախի հոսպիտալներով եւ ամեն տեղով, որպեսզի լինի գիտելիքի աղբյուր հենց բժշկի սեղանում։ Դա համար գործընկերների հետ, համախոհների հետ ստացվեց։ Դա մեծ պրոյեկտ էր, բայց ստացվեց ու ես հպարտ եմ, որ ստացվեց։ Իհարկե լավ կլինի, մեզ պետք չգա, բայց մենք պետք է իմանանք ու միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակին։ Միանշանակ եւ ես շնորհավորում եմ այդ հաջողված պրոյեկտի համար։ Ավարտին մենք միշտ սովորություն ունենք, որ խնդրում ենք զրուցակցի մեկ հղում կամ ցանկություն կամ ինչ որ միտք, որ կուզի մեր դիտորդները հիշեն եւ ворթեգրեն, այսպես ասած, իրենց կյանքում։ Կա այդպիսի մի բան, որ կուզենաս մեր հանրությանը ուղղել։ Դե քանի որ մենք բժիշկ ենք ու բժշկական թեմայից ենք զրուցում, անդրադարձա, կուզեմ կրկնեմ այն բանը, ինչ որ խոսակցության ժամանակ ասես, կուզեմ, որ բժիշկները գնահատված լինեն, հասարակությունը գնահատի բժիշկներին, հասկանա, որ բժիշկները անկախ ինչ որ կոնկրետ անձերի վերաբերմունքին, ինչ որ բժիշկների կամ հակառակին, այս բանը հանած, անհատական ինչ որ հարցերը հանած, այլ ընդհանուր որպես բան։ Բժիշկները գնահատված լինեն, որտեղ բժիշկները տենց ստիմուլ կստանան աշխատանքի եւ բժիշկներին, որ իրանք ինչ մասնագիտության մեջ էլ բժշկության մեջ լինեն, միշտ իմանան ու միշտ հիշեն, որ իրանք առաքելություն են անում։ Եվ անեն նենց ոնց պետք, ոնց որ Հիպոկրատը ասել է։ Այո։ Շնորհակալություն Արամ Մայիսյան։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօրվա մեր հաղորդման հյուրն էր բժիշկ ինտերվենցիոն ռադիոլոգ, ինտերվենցիոն ռադիոլոգիայի կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Արամ Մայիսխալոմյանը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ձեզ հետ եթերում կարդիոլաբներ եւ ես սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Կհանդիպենք, երբ հանդիպենք, ցտեսություն։